բարև ձեզ։ Այսօր այստեղ Եվրամիության գագաթնաժողովն է անցկացվում, այս գագաթնաժողովից ինչ սպասելիքներ ունեք։ Գագաթնաժողովից ինչ սպասելիքներ ունեմ։ Հարցը նրանումն է, թե գագաթնաժողովում ինչ հարցեր են քննարկում, որ ես ինչ էլ սպասելիքներ ունեմ։ Եթե մեր հարցերը իրանց այսօրվա սեղանին դրված է, կարող է ինչ-որ մի բան սպասեմ, բայց իմանալով այսօրվա մեր պետության իշխանության դիրքորոշումը, կարծում եմ, որ իրանք այդ հարցերը չեն ներկայացնի կամ կներկայացնեն ըստ իրենց հարմար տարբերակով։ Շատ մեծ ցանկություն ունեի, ճիշտն ասած, ինքս այդ գագաթնաժողովի ներկայացուցիչներին իմ խոսքը դիմեի։ Եթե կա նման տարբերակ, կփորձեմ ձեր լրատվականի միջոցով փոխանցեմ իրանց, եթե իհարկե դուք այս ամեն ինչը լիարժեք լրիվ կտակ ուղիղ եթեր, ավելի լավ որ ուղիղ եթերը։ Ես շատ կուզենայի, որ այսօրվա այս գագաթնաժողովի մասնակից եվրոպական այդ հյուրերը, ես իրանց կդիմեմ հային հյուրին ընդունելու վայելք ձերբով, այսինքն մեծարգո հյուրեր կասեմ, հարգարժան հյուրեր։ Ես թող սա որպես վիդեո ուղերձել հնչի էլի իրանց, ոնց իրանք կընկալեն իմ խոսքս։ Ես չգիտեմ ձեզ ընդեղ ինչեր են ներկայացնում կամ փակ դռների հետևում ինչեր են ներկայացնում, բայց կուզեմ իրանց ականջալուր անեմ, որ այս երկրում կան շատ լուրջ եւ ծանր խնդիրներ, որոնք որ մինչեւ առ այսօր լուծում չեն ստացել։ Դա մեր 44-րդ պատերազմի ժամանակ անհայտ կորած տղաների ճակատագրերն է, որ այսօր թող իրանք ինչ-որ մի բան անեն, բոլոր իրանց հնարավորությունները օգտագործեն, որ կարանան այդ տղաների ճակատագրի վերաբերյալ գոնե ինչ-որ մի բան տեղեկություն ասեն այս մայրերին, որ արդեն 6-րդ տարին է այդ անհույս սպասումով սպասում են իրանց զավակներից ինչ-որ մի լուր։ Ես կուզենայի իրանք տեղյակ լինեն, որ այս երկրում դեռ կան 80 եւ ավել 80 եւ մարմին եւ մասունք, որոնք որ արդեն 6 տարի է ուղարկավորված չեն։ Չեմ ամ եվրոպական ստանդարտներով դա նորմալ է, բայց հայկական, ավանդական, եկեղեցական մեր բանին վայել չի, որ 6 տարի այդ տղեկ ովքեր, որ իրանց կյանքը անձնվիրաբար տվեցին, այսօր հողին արժան չելան։ Դա խնդիր է, որը ունի լուծում, բայց ելի մեր այսօրվա իշխանությունները ամեն կերպ փորձում են այնց անել, որ այդ լուծումը չլինի, այնց ոնց որ ճիշտն է։ Ես կուզենամ այդ եվրոպական այդ միջազգային այդ ներկայացուցիչները իմանան, որ այս երկրում կա խնդիր, որը որ կոչվում է քննիչ հանձնաժողովի նյութերի գաղտնիություն, որը որ չկա ոչ մի տեսակ իրավունք նման թեման գաղտնիության գրիֆի տակ դնել, բայց այսօրվա այս պետությունը անում է։ Այդ դրանք թող իմանան իրանք, թե իրանց ընդ ինչեր են ներկայացնում, մեր մոտ այսքան տեսեք ինչ լավ է, մեր մոտ հարթ ասֆալտներ է, մեր մոտ չգիտեմ կուշտ մարդիկ են օբյեկտներում, այսինքն մարդկանց փողոցներով շրջած, ասենք ռեստորաններ տանել, հա դե պարզ է, հայկական համակարգ պետք է տանես, պատիվել տաս, հյուրասիրել, բան չունեմ ասելու, բայց այդ ամենը չի, էլի, այդքանը չի, այդքանով չի վերջանում այս ամենը։ Շատ ավելի լավ կլներ, որ այդ Եվրոպ, այսինքն այդ մարդիկ հարցնեին, բացի այս ամեն ինչ այս երկրի այս խնդիրները, իրանք անհնար է որ տեղյակ չլինեն, ես չեմ կարծում, որ իրանք տեղյակ չեն այս խնդիրները, բայց հարցը այն է, ոնց են իրանց ներկայացրել այդ խնդիրը, այսինքն հիմա կարող է դաժե ես էլ չկարանամ այդ ճիշտ ձևով ներկայացնեմ, ոնց որ կարա մայրը ներկայացնի իր հոգու կանչը, իր հոգու ճիճը, ինքը ինչ է ապրում։ Շատ լավ կներ, որ հեսա քիչած մեր ծնողները կհավաքվեն, գալիս են, պաստառներով են գալի, դուք էլ կտեսնեք։ Մոտեցեք, խնդրեմ ձեզ ուղղակի մոտեցեք այս մայրերին, որոնք որ այսօր սպիտակ վերնաշապիկները հագել են, դա խորհրդավոր է, որովհետև սպիտակ գույնը ընտրվել է որպես անհետ կորածի գույն այս տարի։ Այս մարդիկ անհետ կորած զինվորների մամաներ են։ Իրանք համար այսօր իրանց գույնը այս տարի է ընտրված, սպիտակ գույն։
Դրա համար են իրանք սպիտակ վերնաշապիկներով եկել։ Ղուկասյան, Մակրոնը երեք խոստացավ, որ Ալիևի հետ քննարկելու է գերիների վերադարձի։ Մակրոնը խոստացավ գերիների հարցը։ Հնարավոր է հանդիպել։ Ցավը տանեմ գերիների հարցով ես շատ վաղուց ունեմ իմ կարծիքը, որ գիտեմ վաղ թե ուշ, օր առաջ, օր հետ նրանք վերադառնալու են։ Հասկանում եք, նրանցից տեղեկություն կա, նրանք գիտենք, որ կան, ողջ են։ Էդի Մակրոնը թող խոստանա, որ այդ երեխեքի ում ճակատագիրը անհայտ է, նրանց վերաբերյալ գոնե ինչ-որ մի միջոցառումներ անեն, միջնորդեն, խոսեն, բանակցեն, այդ է ավելի կարևոր խնդիրը։ Գերիները հաստատ գալու են, ասել եմ, օր առաջ, օր հետ գալու են։ Չի կարող ծնի, որ մնան իրանք ընդ։ Օրեր առաջ նաև Ադրբեջանի պատվիրակություններ եկել Հայաստան, ինչպես եք վերաբերվում։ Շատ բացասական։ Ադրբեջանի պատվիրակությունը գալիս է ինչ նպատակով։ Հարցեր կան, չէ՞, նպատակը ո՞րն է, չէ՞, հենց այնպես չի եկել, հաջան։ Սահմանազատման հանձնաժողովի։ Սահմանադրման հանձնաժողովի հարցով, բայց արդյոք մենակ դա է այդ հարցերն է քննարկվել այդ միջոցառումներին, չէ՞, փակ դռներում է էլի, չէ՞։ Այսինքն այս երկրում մի անգամ ասել եմ, էլի կասեմ, ըստ մենք մեծ դեֆիցիտ ունենք, ճշմարտության դեֆիցիտ։ Ստե ամեն ինչը փակ դռների հետևում է ուզում արվի, որ մարդիկ չիմանան իրականությունը։ Հիմա ես կարամ ասեմ, որ այդ փակ դռների հետև ոչ թե միայն այդ սահմանազատումն է քննարկվել, այլ նաև ասենք օրինակի համար վերցնենք 300,000 թուրքի ադրբեջանցիքի Հայաստան գալու ապրելու թեման, ինչ պայմաններով են գալու, իսկ դա ես ոնց կարամ թույլ տամ։ Ես չեմ ընդունի դա ոչ մի կերպ։ Ես կարծում եմ, այս երկրում դեռ կգտնվեն մարդիկ, որոնք որ այդ ամեն ինչին դրական մոտեցում չեն տա ու կպայքանեն այդ ամեն ինչի դեմ, որ թուրքը այստեղ չգա, արդեն են վերջնական արմատավորվի, մտնի, որտեղ դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը։ Եթե 300,000 նրանք շատ արագ աճելու, բազմանալու ունակություն ունեն, թե մեր հայ ընտանիքում ասենք 1-2 ացիլի պատալոկ 3 երեխա էդի նորմա է, ադրբեջանցիքի մեջ շատ լավ հասկանում եք, այդ կարա 3 հատ մենակ կնիկ ունենա, ամեն մեկից էլ 6 հատ երեխա։ Քանակապես եթե իրանք մեզանից շատացան, ժողովուրդ ջան, այդ սցենարը արդեն մի քանի դար աշխատում է հայերի հետ։ Միգուցե արդեն ժամանակն է խելքները գլուխները հավաքել այս մարդիկ, որտեղ ստեից արդեն էլ տեղ չունեն փախտել։ Թե այն վաղ փախան եկան հասաստե, ստեղից արդեն չունեն։ Ու Ալիևի խոսքերը ես միշտ հիշում եմ, լսում եմ, նայում եմ, որ դա ես Վաստոչնի Ադրբեջան։ Ինքը ինչ ասել է, նայել անում է։ Ու նրան ոչ մեկ խոչընդոտ չի հանդիսանում այդ հարցում։ Իսկ եթե խոչընդոտը պետք է լինի մեր հայ ազգը, միասնական հայ ազգը։ Կկանգնի, կփրկվի։ Չի կանգնի, էլի սենց ջայլամի պես գլուխները կկոխեն հողի մեջ, որոց իրանք ոչ մի բան չեն տեսել։ Իրանց ոչ մի բան չի վերաբերվում, կարևորը թե իրանք այսօր լավ լինեն, այդպես չի լինելու։ Այդ քանակի ադրբեջանցին բուկվալը մի քանի տարվա ընթացքում լինելու է մեզնից քանակապես մի քանի անգամ ավել։ Այդ վաղ իրանք էլ ունենալու են այսպես ասած նոր բարով վայելող անձնագրերը, դե բազս բարով վայելենք, մեր նոր բարով վայելելը որն է, բարով մաշենք, ոնց անենք, չեմ հասկանում, բարով վայելել անձնագրի որն է, կոշիկա ինչ է։ Դա ինչ-որ է, բարով վայելեն իրանք այդ անձնագրերը, կարծում եմ, եթե այդ անձնագրերից նաև եղավ արդեն ադրբեջանցիքի մոտ, այդ վաղ մենք մեր հացը կերել ենք, սենց է ասած, նուրբ եմ էլ ուզում խոսամ, չեմ ուզում, բայց իրոք շատ մեծ վտանգի առաջ են կայնած, իրանք մեզի չեն խնայելու ոչ մի կերպ, չի եղել, եթե մի անգամ գոնե մի հատ օրինակ կբերեք, որ այս պատմության այս շրջանում, ասենք ադրբեջանցին կամ թուրքը մեր ազգի հանդեպ, հայ ազգի հանդեպ ինչ-որ բարի տրամադրվածություն անեցել, չի եղել այս բան, ես ամենայն դեպս չեմ տեսել, ոչ է կարդացել, ոչ է լսել, միշտ եղել է գերխնդիր, ոչնչացնել հայ ազգին, ու դրան նրանք էթում են, ամեն կերպ էթում են, դրանք քայլ առ քայլ տանում են տրան։ Ասելա չէ Ալիևը, մենք տանկերով չենք մտնելու Երևան, մենք մեքենաներով ենք մտնելու։ Դա ցավ։